Վահանաձև գեղձը թիթեռնիկանման փոքր գեղձ է, որը տեղակայված է պարանոցի հիմքում ադամախնձորից անմիջապես ներքև։ Այս գեղձը արտադրում է հորմոններ, որոնք կարգավորում են սրտի ռիթմը, արյան ճնշումը, մարմնի ջերմաստիճանը և քաշը։ Վահանաձև գեղձի քաղցկեղը վաղ փուլերում կարող է որևէ ախտանիշ չառաջացնել։ Այնուամենայնիվ, աճելով քաղցկեղը կարող է առաջացնել ցավ և պարանոցի ուռածություն։ Տարբերվում են վահանաձև գեղձի քաղցկեղի մի քանի տեսակներ։ Դրանց մի մասը աճում է դանդաղ, մինչդեռ մյուսները կարող են լինել խիստ ագրեսիվ։ Վաղ փուլերում սովորաբար ոչ մի գանգատ կամ ախտանիշ չի առաջացնում։ Ավելի ուշ փուլերում, երբ քաղցկեղը աճում է, կարող է առաջացնել ուռածություն, հանգույց, որը կարող է զգացվել պարանոցի մաշկի տակ, ձայնի փոփոխություններ, այդ թվում կոպտացում կամ խրպոտացում, կլման դժվարություն, պարանոցի և կոկորդի շրջանի ցավ, պարանոցի ավշային հանգույցների այտուց, երբեմն կոկորդային բնույթի դժվարաշնչություն։ Վահանաձև գեղձի քաղցկեղի տեսակը որոշվում է, երբ ուռուցքային հյուսվածքի նմուշը զննվում է մանրադիտակով։ Քաղցկեղի տեսակը հիմք է հանդիսանում բուժման ճիշտ մեթոդի ընտրության և հիվանդության ելքի կանխատեսման համար։ Վահանաձև գեղձի քաղցկեղի հիմնական տեսակներն են պապիլյար քաղցկեղը։ Սա վահանաձև գեղձի քաղցկեղի ամենատարածված տեսակն է, դեպքերի 70-ից 75%, որը սկսվում է հորմոններ արտադրող և պահեստավորող ֆոլիկուլյար բջիջներից։ Պապիլյար քաղցկեղը կարող է հանդիպել ցանկացած տարիքում, սակայն հաճախ ախտորոշվում է 30-ից 55 տարեկան մարդկանց շրջանում։ Բժիշկները երբեմն պապիլյար և ֆոլիկուլյար քաղցկեղները միավորում են որպես տարբերակված կամ բարձր տարբերակված վահանաձև գեղձի քաղցկեղ։ Հաջորդը վահանաձև գեղձի ֆոլիկուլյար քաղցկեղն է։ Այս քաղցկեղը երկրորդ ամենատարածված տեսակն է, դեպքերի 10-ից 20%, որը նույնպես սկսվում է վահանաձև գեղձի ֆոլիկուլյար բջիջներից, սակայն ավելի հաճախ հանդիպում է 50 մարդկանց շրջանում։ Ֆոլիկուլյար քաղցկեղի հազվադեպ, սակայն ավելի ագրեսիվ ենթատեսակ է հուրթլե բջջային քաղցկեղը։ Հաջորդը անապլաստիկ քաղցկեղն է։ Սա հազվադեպ հանդիպող քաղցկեղի տեսակ է, որը սկսվում է ֆոլիկուլյար բջիջներից, աճում է խիստ արագ և դժվար է ենթարկվում բուժմանը։ Վահանաձև գեղձի անապլաստիկ քաղցկեղը տիպիկ դեպքերում զարգանում է 60 մարդկանց շրջանում և որպես ագրեսիվ կարցինոմա արագորեն տարածվում է շրջակա հյուսվածքներ և հեռավոր օրգաններ։ Հաջորդը վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղն է։ Սա սկսվում է կալցիտոնին հորմոն արտադրող C բջիջներից։ Արյան մեջ կալցիտոնինի բարձրացած մակարդակները կարող են հիվանդության ամենասկզբնական շրջանում վկայել վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղի մասին։ Որոշ գենետիկական համախտանիշներ բարձրացնում են մեդուլյար քաղցկեղի ռիսկը, սակայն այսպիսի գենետիկական կապվածությունը տարածված չէ։ Վահանաձև գեղձի քաղցկեղի խիստ հազվադեպ տեսակներից են լիմֆոման, որը սկսվում է գեղձի իմունային համակարգի բջիջներից, և սարկոման, որը սկսվում է գեղձի շարակցական հյուսվածքից։ Կան որոշ գործոններ, որոնք կարող են բարձրացնել վահանաձև գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը։ Իգական սեռ։ Վահանաձև գեղձի քաղցկեղները ավելի հաճախ հանդիպում են կանանց, քան տղամարդկանց շրջանում։ Գլխի կամ պարանոցի շրջանին ուղղված ճառագայթային թերապիան բարձրացնում է վահանաձև գեղձի քաղցկեղի ռիսկը։ Որոշ ժառանգված գենետիկ համախտանիշներ։ Վահանաձև գեղձի քաղցկեղի ռիսկը բարձրացնող գենետիկ համախտանիշներից են ընտանեկան մեդուլյար վահանաձև գեղձի քաղցկեղը, բազմակի ներզատական նեոպլազիան, կոուդենի համախտանիշը և ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզը։ Ինչպես է ախտորոշվում այս հիվանդությունը։ Բժիշկը զննում է պարանոցը, որ հայտնաբերի վահանաձև գեղձի արտաքին փոփոխություններ, օրինակ հանգույցներ։ Նաև նա կտա հնարավոր ռիսկի գործոնների հետ կապված հարցեր։ Արյան թեստերը օգնում են գնահատելու վահանաձև գեղձի գործունեությունը։
Գերձայնային հետազոտությունը սոնոգրաֆիան օգտագործում է բարձր հաճախականության ձայնային ալիքներ, որ ստացվեն ներքին օրգանների և կառուցվածքների սոնոգրաֆիկ պատկերներ։ Վահանաձև գեղձի պատկերները ստանալու համար սոնոգրաֆիստը տվիչը կամ տրանդյուսերը (դատչիկը) հպում է պարանոցի ստորին հատվածներին։ Այս հետազոտությունը բժշկին թույլ է տալիս որոշել, թե արդյոք վահանաձև գեղձում առկա հանգույցը ավելի հավանական է, որ կլինի ոչ քաղցկեղային, բարորակ, կամ արդյոք առկա է ռիսկ, որ այն կարող է լինել քաղցկեղային, չարորակ։ Վահանաձև գեղձի հյուսվածքից նմուշառում, բիոպսիա։ Բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիայի ժամանակ բժիշկը գերձայնի ուղղորդմամբ վահանաձև գեղձի հանգույցից վերցնում է բջիջներ, որոնք ուղարկվում են լաբորատոր հետազոտության։ Բիոպսիան թույլ է տալիս հաստատել կամ ժխտել քաղցկեղային բջիջների առկայությունը, ինչպես նաև որոշել քաղցկեղի տեսակը։ Ելնելով կոնկրետ իրավիճակից, կարող է բժիշկը խորհուրդ տալ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (MRT) կամ էլ ատոմային պատկերային հետազոտություններ (ռադիոակտիվ յոդով սցինտիգրաֆիա), որ որոշի, թե արդյոք քաղցկեղը տարածվել է գեղձի սահմաններից դուրս։ Վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղով որոշ մարդիկ կարող են ունենալ գենետիկ փոփոխություններ, որոնք կարող են կապված լինել ներզատական քաղցկեղների հետ։ Ընտանեկան պատմությունը կարող է հուշել բժշկին, որ խորհուրդ տա գենետիկ թեստավորում։ Այս թեստը թույլ է տալիս հայտնաբերել գեներ, որոնք բարձրացնում են քաղցկեղի ռիսկը։ Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման տարբերակները կախված են քաղցկեղի տեսակից, փուլից, ընդհանուր առողջական վիճակից և հիվանդի նախապատվությունից։ Վահանաձև գեղձի քաղցկեղների մեծ մասը կարող է բուժումով լավանալ։ Բուժումը կարող է ոչ անմիջապես անհրաժեշտ լինել։ Վահանաձև գեղձի շատ փոքր և տարածման ցածր հավանականությամբ քաղցկեղները ախտորոշվելուց հետո կարող են անհապաղ բուժման կարիք ունենալ։ Նման դեպքերում բժիշկը կարող է խորհուրդ տալ ակտիվ սպասողական մոտեցում, երբ ըստ վերահսկման ծրագրի պարբերաբար այցելում եք բժշկին և անցնում արյան և վահանաձև գեղձի պատկերման տեստեր։ Առաջին հերթին սոնոգրաֆիա։ Որոշ մարդկանց մոտ քաղցկեղը կարող է երբեք չաճել և չպահանջել որևէ բուժում։ Այլ մարդկանց մոտ, երբ հայտնաբերվում է քաղցկեղի աճ, կարող է առաջարկվել որևէ բուժում։ Վահանաձև գեղձի քաղցկեղ ունեցող բազմաթիվ մարդիկ բուժվում են գեղձի հեռացման վիրահատությամբ։ Վիրահատական միջամտության տեսակը և ծավալը կախված են քաղցկեղի տեսակից, չափերից, տարածվածությունից և գերձայնային հետազոտության արդյունքներից։ Կարող է առաջարկվել գեղձի ամբողջական կամ գրեթե ամբողջական հեռացում, վահանաձև գեղձի մի մասի հեռացում, պարանոցային ավշային հանգույցների հեռացում, ըստ վահանաձև գեղձի վիճակի։ Վահանաձև գեղձը հեռացնելիս վիրաբույժը նաև կարող է հեռացնել մոտակա ավշային հանգույցները, որոնք ուղարկվում են քաղցկեղի ստուգման լաբորատոր հետազոտության։ Վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքերի մեծ մասի պատճառը հայտնի չէ, ուստի գոյություն չունի դրանց արդյունավետ կանխարգելման մեթոդներ։ Վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղի ռիսկը բարձրացնող գենային մուտացիաներ ժառանգած չափահասներին և երեխաներին կարող է առաջարկվել քաղցկեղը կանխարգելող վահանաձև գեղձի վիրահատական հեռացում։ Երբեմն ատոմային էլեկտրակայանների մերձակայքում ապրող բնակիչներին տրամադրվում է վահանաձև գեղձի ճառագայթումը արգելափակող դեղամիջոց։ Նույն դեղամիջոցը կարող է տրվել նաև ատոմային արտահոսքի դեպքերում։ Չնայած բուժմանը, վահանաձև գեղձի քաղցկեղը երբեմն կարող է վերադառնալ, նույնիսկ եթե գեղձը հեռացվել է։ Սա կարող է տեղի ունենալ, երբ մինչև վահանաձև գեղձի հեռացումը քաղցկեղային բջիջները հասցրել են տարածվել գեղձից դուրս։ Վահանաձև գեղձի քաղցկեղը կարող է կրկին ի հայտ գալ պարանոցի ավշային հանգույցներում, վիրահատությունից հետո մնացած գեղձային հյուսվածքի փոքր կտորներում, օրգանիզմի այլ շրջաններում, օրինակ թոքերում և ոսկորներում։
Վահանաձև գեղձի կրկնվող քաղցկեղները կարող են բուժվել։ Դրանք հնարավորինս վաղ հայտնաբերելու համար բժիշկը կարող է խորհուրդ տալ կանոնավոր արյան թեստեր կամ պատկերային հետազոտություններ։ Առողջ եղեք, սիրելի բարեկամներ, եթե դեռ բաժանորդագրված չեք ալիքին, բաժանորդագրվեք և վերջում չմոռանաք հավանել տեսանյութը։